Հիշեցին բոլորը 24 թվականին այս Լուկաշենկո կոչվածի մականունը Կարտոֆելենֆյուրեր հայտարարություն այն մասին, թե կամո нужна Արմենիա, հիշում եք, հա, ում է պետք Հայաստանը, դուք ում եք, ֆռակ գալու եք մեզ մոտ, հա, դե երեք կսկծու տեսել են, էլի, որ ասենք այ մարդ կարող է 48 երկրների ժողովուրդը քյաբաբ չէր կերել կամ կոնյակ չէր խմել, լավ եկավ Հայաստան, որ քյաբաբ ու կոնյակ խմի, ոչ։ Եվրամիությունը եւ տարբեր պաշտոնյաների ելույթներում խոսվեց եւ շեշտվեց այն հանգամանքը, որ գալիս են Հայաստան, Հայաստանը փորձում են տեսնել որպես տարածաշրջանում ժողովրդավարության առաջնորդող, ճիշտ է, այդ խորատեկից ոմանց սիրտը լցվում է արևելյան հարևանի, արևմտյան հարևանի, տո նույնիսկ հարավային եւ հյուսիսային հարևանների սիրտն է լցվում, բայց թե Եվրամիության դիրքորոշումն է սա։ Եվ մի կարևոր հանգամանք, որ վիզաների ազատականացման բանակցությունն է վարում Հայաստանի հետ, որը միակն է այդ գործով, որը բանակցում է Եվրամիության հետ, ուրիշ պետության հետ, Եվրամիությունը նման բանակցություն չի վարում։ Սա լավ բան է թե ոչ, իհարկե լավ բան է։ Վիզայի ազատականացում չի նշանակում վիզան ներողություն։ Դա ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի անձնագիր ունեցող մարդիկ գնում են ինչ ուզում անում են այնտեղ տարվա մեջ լինելու օրերի քանակ կա սահմանափակ, աշխատանքի իրավունքը բոլորովին այլ բան է, ազատ գնալ գալը հսկայական մեծ առավելություն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ ՀՀ-ն ուզում ենք դարձնել ներդրումների համար հիմնական երկիր, դուք ունեք տաղանդ, ռեսուրս Ուրսուլա ֆոն դեր Լայեն, Եվրահանձնաժողովի, հա, ղեկավարը, որը Ալիևի հետ շատ քաղցր հարաբերություններ, գազի գնում, այս կոմենկոմ եւ բանը չեմ հավանում էլի այս կնոջ բռնաստիրքը ընդհանրապես էլի։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։